նաև իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։ Հիմա կարող ենք ընդունել ռուսական տեքստին ծանոթ եք խաղացողի։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե բան դրա պատճառ, տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է ես հասկանում եմ, տեսեք, չէ, հարցը ինչ Ադրբեջանը կհրապարակի նոր մենք նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում, հիմա ինչ որ մեկը պետք է համաձայներ, չէ, մի րոպե, գոյություն ունի բան, չէ, որ մեկը պետք է ի վերջո այդ բան, որ տենց ուղարկում ենք իրենք մեզ են ուղարկում ենք իրանց, ինչ որ մեկը պետք է ասի, լավ, այս փուլում լավ, համաձայն ենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասեմ, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք։